Եկեք մի քիչ փաստերով ներկայացնեմ։ Ես վերջացնեմ նստեմ թշանակ, հա։ Էլի կրկնում ենք, մենք պատրաստական ենք համագործակցության։ Փաստերը հետևյալում է, որ Facebook ինստիտուտ ավարտած մասնագետների 90 կարող է սխալվեմ, բայց 90-ից բարձր տոկոսը ասֆալտի ռեմոնտի, առաքման եւ այլն աշխատանքների մեջ է։ Հիմա այդ աշխարհից Դուր հադարակե շինարար կուկակս է, ես կուզեմ ֆուտբոլի խոսքի քսել։ Ֆուտբոլի ֆուտբոլը նեղ մարդիկ մտածում են խոսքի սեծ է, ֆուտբոլը չէ, ասենք դաղավասկի։ Էդ էլ չկա, ապագա չկա այդտեղ։ Այն սպորտերը, որի մեջ կա կոմերցիա, կա պետական, քաղաքական շահ եւ այլն, այդ սպորտերը ստեղ ապագա չունեն։ Հիմա ես ձեզ օրինակ եմ ուզում բերեմ 5 կամ այդ ժամանակ 3 ամիս ընդամենը ձևավորված ակումբի ու մարզված ակումբի արդյունքը, որը որ Վրաստանի արդյունքն է, որը որ շատ ֆանտաստիկ է, որտեղ որ ընդհանրապես տեղի լիցենզավորված մարզիչ չկա։ Այդ բոլորը մեր աշխատանքն է, տեղեքի աշխատանքն է։ Հիմա դուք ասենց ասեմ, պետությունը ավելի շատ ցանկալի է ուշադրություն դարձնել նրան, թե ովքեր են աշխատում զարգացման ուղղությամբ, ոչ թե ովքեր ունեն այդ դոկումենտացիան ու իրancs հետ աշխատում։ Սա ես ձեզ ասում եմ որպես այս ամեն ինչի մեջ պետության հետ 10 տարի փորձել համագործակցող մարդու մասն է, ես 10 տարի փորձում եմ համագործակցել։ Մենք Հայաստան, երբ որ ասեցի բերեցինք Հարավ-Աֆրիկյան Հանրապետության հավաքականը Հայաստան, այդ նույնը ոնց որ Արգենտինայի հավաքականը բերենք ստե ընկերական խաղի։ Ու դիմենք պաշտոնական նամակով պետությունը մարզադաշտ չտրամադրի, մենք գնանք վարձով վերցնենք ստադիոնը, Արաբուգան ստադիոնը։ Դուք ինչ եք կարծում, արդյոք արժի շարժվել ըստ այդ ծրագրի, թե շարժվել այն նպատակակետին, որոնք որ մենք բերել ենք մեր առաջ, զարգացնել սպորտը, զարգացնել մարդկանց, առողջ ապրելակերպի մեջ ներգրավել սաղ սպորտսմենների։ Այսօրվա դրությամբ ոչ մի այդպես անկախ սպորտաձև չկա Հայաստանում, բացի ռեգբից։ Ռեգբին այսօրվա դրությամբ այդ շատ կարճ ժամանակահատվածում միջազգային արդեն ճանաչում ունի։ Եվ համակարգչային խաղերում, եւ իր գնդակներից անկախ ասելով, որ ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի ֆինանսական ուժ, ոչ մի կրիմինալ ուժ, այսօրվա դրությամբ չի կարող ռեգբին ասի, դուք սենց արեք, դուք կրվեք, դուք պարտվեք, գնացեք ստեղ, գնացեք այնտեղ։ Սա ռեգբի ձեռքում է։ Սա այս մարդկանց ձեռքում է։ Մենք բոլորս համարվում ենք երիտասարդ, մենք մեր երկրներն ենք, մեր սպորտաձևի տերն ենք։ Այդ ճանապարհով մենք զարգացնում ենք։ Բան չէ, լսեք, եթե հակեք, այդ չի նշանակի, որ ասենք պետական օրենքները հաշվի չառնել բան։ Չէ, հաշվի առնում են։ Սա օրենքի սահմանները, բայց օրենքի հետ գործ ունեն։ Ոչ օրենքի հետ գործ ունենալը էտենա մեզ միակ պատասխանը որ տվել են դուք կայացրեք 4 տարի անունց մեջ առաջնությունները մենք գանք ծափենք։ Ես իրականությունն եմ ասում, ոչ մի բան չեմ ասում։ Ես նամակագրություններն եմ պահպանում, ամեն ինչ պահպանում։ Ավել չեմ ուզում ասել։ Բայց համագործակցել միշտ պահպանենք, էլի։ Միությունը չէ, ֆեդերացիա չէ, Հայաստանի ռեգբի միություն։ Անունն է այդպես, որտեղ աշխարհում ռեգբի միությունն է, ոչ թե ֆեդերացիա։ Պետական լիազորներն են այսօր նախարարությունն է։ Նախարարության հետ ինչ հարաբերություններ գրանցված եք ընդեր։ Ասենք որովհետև ֆինանսական աջակցություն չկա, ֆինանսական աջակցություն ունենալու համար մենք մեր միջոցներով 4 տարի անընդմեջ 4 թիմի մասնակցությամբ պետք է կազմակերպենք Հայաստանի առաջնություն, որպեսզի մեզ տրամադրեն դրամաշնորհ տարեկան 250,000 դրամ, որը որ մեզ պետք չի, որովհետև մենք եթե այդ 4 տարին կազմակերպենք այդ 250-ից ավել մենք 10 տարվա ընթացքում երևի միլիարդ անցնող թիվ ենք վատնել այս սպորտաձևը զարգացնելու վրա։ Իսկ վատնել ենք ոչ թե ուրիշ մարդկանց գումարները, այլ մեր աշխատած գումարները։ Մենք աշխատանքից գալիս ենք, մեր գումարների ինչ-որ մասը դնում ենք սպորտաձևի զարգացման մեջ, դաշտի արենդան եւ այլն։ Գնդակները, գույքը եւ այլն, այդ խաղի մեջ ներգրավել, այդ ամեն ինչը գումարներ է, որը մենք ենք անում։ Միջազգային ֆեդերացիայի կողմից որը Միջազգային ֆեդերացիայի հետ այսօրվա դրությամբ մենք աշխատում ենք։ Միջազգային բոլոր ֆեդերացիաների, Վրաստանի, Ավստրալիայի, Իռլանդիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի հետ կապի մեջ չենք իհարկե, բայց շուտով կապի մեջ կլինենք։ Հարավ-Աֆրիկյան Հանրապետության այդ բոլոր ֆեդերացիաները մեզ ճանաչում են, մեզ ընկերներ են։ Գիտեք ինչ եմ ասում, ես էլ չեմ ասում ֆեդերացիայի անունը, մի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եմ, միջազգային ֆեդերացիան առաջներում որոշակի ֆինանսական աջակցություն տրամադրում էր, գույք էր տվել, նաև մրցումներն սրտացրեցինք, դրանից հետո ինչ-ինչ պայմաններով պատերազմ մեզ են, մրցումները չանցկացվում։ Հիմա չի տալիս, ասում է չէ, դու ներքին առաջնությունը պետք է անես։ Անդամավճարը պետք է մուծես, որից հետո ես քեզ մասնաբաժին կրեմ։ Ծանոթ եք դուք իրավիճակին ամեն դեպքում, էլի։ Բյուրոկրատիան մեր կողքով անցնում է։
Մենք սպորտը առաջին դերում ենք դրել, իսկ բյուրոկրատիան ինքը զուգահեռ գալիս է։ Մի հարցամ էլի, ասում եք պետք է կրթություն ունենա, հա, ենթադրում եմ, որ պետք է ուղղակի մանկավարժական կրթություն ունենա, չէ՞։ Այսինքն եթե ինչ-որ մեկը գնացել է դարել է պայմանականորեն, չգիտեմ, խաղի մարզիչ, ինքը կարա նաև մարզի ռեգբի, չէ՞, որտեղ թուղթ ունի։ Ճիշտ եմ հասկանում ես։ Գիտես ինչ համար է բարձրացրես։ Չէ, ճիշտ եմ, չէ՞։ Այսօր մասնագետը չէ, մասնագետ չի պարապել երեխու հետ, այդ երեխեն կելնի աշխարհ չեմպիոն կդառնա, կսեն քեզնից լավ մարդ չկա։ Բայց այդ երեխու մատը փուշ մտա, քեզիկը քյուլեն, կսեն չես թույլ տվել ոչ մասնագետը երեխու հետ կպարապի։ Ես ձեզ համաձայն եմ, բայց իմ հարցը չպատասխանեցիք։ Դες բան հնարավոր է, չէ՞, որ ուղղակի լիցենզավորված մարզիչով, որ ստացել է կրթություն, կա ռեգբի մարզիչ դառնա, չէ՞։ Վերապատրաստումներ կանցնի, ֆեդերացիան լիցենզիա կուտա, ինչպես չկա։ Այսինքն հենց ռեգբի մարզման լիցենզիա պետք է ունենա։ Հա, այդ ֆեդերացիան է։ Ահա, չէ։ Մասնագիտական ֆեդերացիան։ Ահա, Այսօր թե հանրակրթական դպրոցները շախմատ առարկան կազմել։ 10 իրավունք ունի տալու այն անձեն ուսուցիչը, այդ կերն պատմության դասատու, ֆիզկուլտի դասատու, քիմիայի դասատու, որը նաև ֆեդերացիայի այդ վերապատրաստման դասընթացները կանցնի, ֆեդերացիան իրան լիցենզիա կտա 3 տարով իրավունք ունի դասավանդելու։ Բայց երևի հիշեք, չէ՞ շախմատը ոնց մտավ դպրոցներ։ Ինչ որ ժամանակահատվածում։ Շատ լավ։ Եթե օրինակ մեզանից մեկներ ռեգբի մեզնից մեկներ մտնի քաղաքականություն լինել բան, ռեգբիներ կմտնի շատ շուտ։ ֆուտբոլը մտավ Հայրաբեջաները։ Ես ասածս էնա, որ հիմա մենք այդ մեխանիզմը չենք պաշտպանում, էլի մենք այդ սպորտը, դուք էլ որպես սպորտի մեջ մոտ կհասկանաք սպորտը ինչքան մենք ինչքան ենք գնահատում մեր սպորտը, էլի դրա համար ինչի համար ենք այսքան արյու քրտինք կռիվ տալիս սպորտի համար։